Չթողեցին։ Հայկ, կնոջ դու որդուտի նկատի ունես։ Ոչ միայն նրանց համար։ Երորը թաղման ժամանակ ես հասկացա, որ պետք է հարաբերություններս կարգավորեմ ոչ միայն որդուս հետ, այլ նաև իմ վաղեմի մտերիմներիս հետ։ Կարգավորես, այսինքն։ Այսինքն պետք է առանձին զրուցեմ ու հասկացնեմ, որ ինձ մոռանան, թե չէ ինձ հանգիստ չեն թողնի։ Ումի նկատի ունես։ Ինչ է նոր մարդ է հայտնվել։ Այդ հայտնվել բառը դուրս եկավ։ Իդանա հայտնվել։ Իդանովը։ Անահիտի քույրը։ Ուղի ունես համո։ Ես ինչ է հանգարց աղեն հիշեցիր։ Ոնց թե ինչ հիշեցի։ Պատմելու բան ունեմ քեզ։ Հա, Արշակ ջան, հա, երեխեքն էլ ստեղ են, հա, երբ ասես կբերեմ մոտդ հիվանդանոց, Արշակ ջան, հա, բարի գիշեր։ Վարդան, էդ Արշակն ով է։ Արշակն ու Շուշանը Մարատ ջան, Մարիի հին հարևաններն են գյուղից, հոյակապ մարդիկ են, դրա համար Մարին միջև հիմա կապը պահպանում այլ։ Են երեխեքը, որ ստեղ են, իրանց երեխեքն են։ Հա, Մարատ ջան, Արշակին ինֆակտ է խփել, դրա համար էլ էս երեխեքը ստեղ են էլ։ Պարզա։ Մի օր որ հարմար լինի կծանոթացնեմ հետներ, այսենց մարդիկ են։ Դեմ չեմ լինի։ Վարդան, իմացել եմ, որ իմ բացակայության ժամանակ Աշոտի ու դրա լակոտի հետ պրոբլեմներ ես ունեցել, հա։ Հա, Մարատ ջան, Աշոտի հետ պրոբլեմները ավելի շատ բիզնեսի մրցակցության հետ էր կապված, իսկ Արմանի հետ չէ, անձնական թեմա է, նույնիսկ կռիվ եղավ։ Բա հիմա Մարին ինչի ես դե։ Ես եմ բերել։ Երեխուն, որ կորցրել է դրա համար։ Հա, բայց հարցը այնա, թե ինչ պայմաններում է կորցրել։ Արմանն է պատճառը։ Հա, այդ աննասունը ծեծել է Մարին։ Յա, այտենց բաներ էլ է անում, հա։ Լավ չի։ Դու գիտեիր, որ դրա մերը չի մահացել։ Նինան։ Հա, գիտեի։ Ինչ ես հարցնում, որ։ Ես վերջերս հայտնվել է։ Չէ, հա։ Փաստորեն, Աշոտը էլի պրոբլեմներ ունի։ Էդ լավ է, շատ լավ է։ Չես իջնում մեքենայից։ Չէ, պապան սպասում է, պետք է գնամ։ Խոսելու համար պիտի հանդիպեք։ Հա։ Վաղը կխոսեք, մեկը Անահիտին ստանը հանդիպելու եք։ Մամ, լավ էլի, այդ թեմաներն հենց թեմաներ են, որ պետք չի ստեղ ընդեղ խոսել։ Գաղտնիքներ ունեք։ Չէ, գաղտնիք չի, ուղղակի գործի հետ է կապված։ Ինչ գործ։ Մամ, սովորական գործ, աշխատ, բիզնես։ Իսկ ավելի կոնկրետ։ Ավելի կոնկրետ, պապան իր բիզնեսներից մեկը տվել է ինձ։ Հա, ու չի վստահում, դրա համար պիտի հանդիպեք, հա։
Մամ, վստահելու խնդիր չկա, ուղղակի ես նոր եմ մտել մեջը, մի քիչ խորհրդատվության կարիք ունեմ, դրա համար եմ գնում մոտը։ Իսկ Վարդանի հետ դա կապ ունի։ Չէ։ Վստահ չասացիր։ Մամ, լավ, հետո կխոսենք, հա, բարի գիշեր։ Հա, մենք դեռ շատ կխոսենք Արման։ Բարի գիշեր։ Մի քիչ էլ ուշիչներ պիտի մտածեի, որ մորդ չես սիրում։ Այսինքն Եթե տղան մոր թաղման օրը երկար քնում է, կամ ընդհանրապես քնում է, պիսի կարծիք է ստեղծվում։ ես քնած չէի, Սյուզիի հետ էի խոսում։ Իսկ Սյուզին քնած է։ Հա, Ուրեմն Անահիտին չի սիրել։ այդ Ֆրանսիայում եզրակացություններ անելու դասերի ես հաճախել։ Եզրակացություն անելն իմ մասնագիտության կարևորագույն մասն է։ Եվ որն է քո մասնագիտությունը։ Հոգեբույժ, հոգեբան։ Այստեղ եմ սովորել։ Աշխատել սկսել եմ Ֆրանսիայում։ Եվ հաջողությունների հասել ես։ Մեծ, Եվրոպայում ընդունված եւ հարգված։ Մասնագիտություն է։ Մենք օգնում ենք մարդկանց, որ ստրեսից դուրս գան։ Հաջողվում է։ Ինձ մոտ միշտ հաջողվում է։ Կարող եմ քեզ էլ օգնել։ Չեմ ուզում։ Այս մոռացել եմ, որ հայերը սիրում են տառապել։ Գիտես, ինձ մոտ այնց տպավորություն է, որ մամայի մահը դու շատ թեթև ես տանում։ Մի քիչ խմիչք կավելացնես։ Շիշը կբերեմ։ Մերսի։ Վարդան, ընտանեկան վիճակդ ոնց է, շփվում ես կնոջդ հետ։ Չէ, Մարատ ջան, Վարդուն ընդհանրապես չեմ տեսնում, աղջկաս մանեիս հենց ուզում եմ տենալ, զանգում եմ կամ գալիս աստեղ, կամ էլ դրսում միտեղ հանդիպում ենք։ Վարսա, բատղետ ոնց է, լավա ծառայում։ Աղալենիցս դժգոհելու բան չունեմ, հանգիստ խախանդ իր համար ծառայում է։ Վարսա, ապրի ինքը խելացի տղա է։ Ճիշտն ասած վաղ ուզում էի գնալ մոտը, բայց հետաձգվում է էլի։ Մարիի համար։ Հա, Մարատ ջան, Մարին հիմա նենց վիճակում է, որ մենակ չեմ ուզում թողնել։ Կարող ամեն րոպե պետք կամ իրան։ Բատղետ գիտի, որ առանձին ես ապրում։ Երևի կասկածում է։ Նամակի մեջ 1000 մի հարցագրում տենց։ Ոնց է, ինչ է պապ վիճակը բան, ես էլ կոնկրետ պատասխանից խուսափում եմ, Մարատ ջան։ Կարող է կինդ պատմելը։ Չէ։ Վարդուին Ալենին ցավ չի պատճառի, Մարատ ջան։ Դու են ասա նոնայի հետ ինչ հարաբերությունների մեջ եք։ Ես իմ օգնում ենք իրար։ Երբ ես Ֆրանսիայում էի, կանչեցի մի 2 շաբաթով եկավ։ Ուտը ես համոզվեցի, որ ինքը նվիրված է, որ ինձ չի ծախի։ Նրանք ինձ բարեկամ չեն, բայց տարիների ընթացքում այնքան ենք մտերմացել, որ Արշակ քեռի Շուշան մորքուր եմ ասում։ Նրանք էլ ինձ իրենց հարազատ երեխու նման սիրում են։ Բայց երեխեքն իրար նման չեն։ Ընդհանրապես տպավորությունն այնպիսին է, որ իրենք հարազատ քույր ու եղբայր չեն։ Հա, այդպես էլ կա, Արշակ քեռին իրենց որդեգրել են։ Երկուսին է։ Ինչ։ Չէ։ Միայն Անժելին, Դավիթ իրենց հարազատ որդին է։ Հա, երեխեքը շատ են իրար կապված։ Ընդհանրապես եթե արտաքինից իրարից չտարբերվեն, չես կարող պատկերացնել, որ իրենք քույր ու եղբայր չեն։ Հա, Անժելն ու Դավիթը անբաժան են։
շատ են սիրում իրար։ Իսկ դու երեխաներ չես ուզում ունենաս։ Չգիտեմ, ստեպքից հետո չեմ էր ուզում մտածել այդ ուղղությամբ։ Ինչի լռեցիր, խոսիր։ Կթեթևանաս։ Չգիտեմ ինչ խոսեմ։ Դե ասենք Հայկից պատմի։ Որտեղ է, ինչ է անում, որտեղ է ապրում, ում հետ։ Լավ է, ընկերոջ հետ է, նրա տանն է ապրում։ Հիմա որ հարց չտամ, լռելու ես։ Բայց կարող ես հարցեր տալ, ես դեմ չեմ։ Հաճախ է շփվում Հայկի հետ։ Չէ, բայց մենք այդ սխալը կուղենք։ Սիրում ես նրան։ Բայց ինչի պիտի չսիրեմ։ Դե, գիտես, ես ու Աշոտը, այսինքն Աշոտը, ինձնից գաղտնիքներ չունի, ամեն ինչ պատմում է։ Ես ճիշտ է երկար տարիներ այստեղ չեմ ապրել, բայց հարազատներիս մասին ամեն ինչ